Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության կողմից 30 ֆինանսավորող ֆեդերացիաների կազմում, ֆեդերացիան ունի շատ լավ համբավ, մեզ վերաբերվում են շատ հարգանքով ու մենք մեզ զգում ենք այսօր, որը նախկինում երկար ժամանակ չի եղել, ընտանիքի կազմում և հոգատար վերաբերմունքի ներքո, և դա ասում եմ ազնվությամբ։ Այսօր Հայաստանի ավանդական ուժի ֆեդերացիան լինելով ոչ օլիմպիական մարզաձև, շատ հոգատարություն ավայլում սպորտի և երիտասարդության նախարարության կողմից։ Լավ, եթե աշխարհի առաջնությունում հաջողվի, ասենք, 2 ոսկե մեդալ բերել, ձեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու պետական ֆինանսավորման առումով։ Եթե չեմ սխալվում, ձեր համար ֆինանսները բավականին քիչ են, չէ՞։ Բավականին քիչ գումարներ են ամբողջ տարի հավաքական թիմ պահելու համար։ Դուք ինչ եք անելու։ Ճիշտ ասած, այսօր կարծես թե կա նախաձեռնություն, որպեսզի վերանայվեն այդ գումարային խնդիրները սպորտի և երիտասարդության նախարարության շրջանում, ինչպես նաև ազգային օլիմպիական կոմիտեն է ձեռնամուխ եղել, նաև իր կողմից որոշակի գումարների ավելացում անել, այդ թվում նաև մեզ։ Մենք հույսով ենք, որ մյուս տարի առնվազն 3 միլիոն դրամով ֆեդերացիայի բյուջեն կաճի, որը էական ձևով կհեշտացնի մեր խնդիրները։ Իսկ ինչ խնդիրներ եք։ Խնդիրները, նայեք, մենք ասենք թե տարեկան երևի հանրապետության տարածքում ամենաակտիվ ֆեդերացիան ենք, որտեղ տարեկան կտրվածքով անցկացնում ենք 12-ից 15 միջոցառում։ Դրա մեջ է մտնում Երևան քաղաքի առաջնությունը, Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարը, Հայաստանի առաջնությունը և Մոնթե Մերկոնյանի հիշատակին նվիրված մրցաշարը։ Սա այն միջոցառումներն են, որոնք մենք ֆինանսավորվում ենք, կոպիտ ասած, ոչ թե կոպիտ ասած, այլ բառացիորեն ֆինանսավորվում ենք սպորտի և երիտասարդության նախարարության կողմից, դրան գումարած ֆինանսավորվում է նաև Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մեր մեկնումը, ընդ որում արդեն սահմանափակ քանակով։ Այն թիմը, որ մենք միշտ տարել ենք, մենք տարել ենք առնվազն 2-3 անգամ ավելի շատ, քան ֆինանսավորվել է սպորտի և երիտասարդության կողմից։ Այսինքն ինչ-որ չափով Ռուստամ Ալավերդյանի հնարավորությունների շնորհիվ, ինչ-որ չափով ֆեդերացիայի նախագահի միջոցների շնորհիվ և ինչ-որ չափով նաև որոշ երեխաներին ցավոք սրտի անձնական միջոցների շնորհիվ, բայց ոչ բոլորին։ Հիմա այդ խնդիրը ես կարծում եմ, որ այդ 3 միլիոնի պարագայի դեպքում եթե կավելանա, մենք այլևս այդ խնդիրը չենք ունենա։ Օրինակի համար այս տարի ես կարող ասեմ, որ մենք ճիշտ է շատ սահմանափակ քանակով ենք գնում, ընդամենը թիմը կազմված է 7 հոգուց, 6 մարզիկ եւ ես, բայց բոլոր երեխաները այս անգամ ոչինչ չեն վճարել ամբողջությամբ։ Մի մասը սպորտ նախարարություն, մի մասը ֆեդերացիան։ Մենք կարողացել ենք կազմակերպել բավական լավ ուսումնամարզական հավաք, լավ սնունդով, որակյալ սնունդով, 3 անգամյա մարզումներով, լավ դահլիճային պայմաններով, երեխաներին մարտական ենք տրամադրել, մաքսիմալ հնարավորությունները օգտագործել ենք իրենց ֆունկցիոնալ, ֆիզիկական, տակտիկա-տեխնիկական հնարավորությունները բարձրացնելու համար եւ շատ մարտական տրամադրությունով գնում ենք կռիվ տալու։ Մի հատ ասեմ, Եվրոպական ֆեդերացիայի կողմից ինչ-որ աջակցություն ստանում եք, ուղղակի ֆեդերացիան, չգիտեմ, հովանավորներ ունի, օրինակ տարբեր երկրների բնակվող հայերից, որոնք օրինակ աջակցում են ֆեդերացիան, կա նմանատիպ։ Բացարձակապես մենք նման հովանավորություն կամ հովանավորություն չունենք։ Եվրոպայի և միջազգային ֆեդերացիայի կողմից նույնպես աջակցություն չունենք։ Բոլոր տեսակի միջոցառումները, որոնք լինում են Հայաստանից դուրս, դա կատարվում է մեր հաշվին, ֆեդերացիաների հաշվին, այսինքն երկրի հաշվին, մեր, այսպես ասած, պատվավոր նախագահն, որը հանդիսանում է 1996 թվականից Սերժ Ազատի Սարգսյանը, մեզ աջակցում է տեխնիկական խնդիրները հաղթահարելու համար, իսկ ֆինանսական հարցերով մենք չենք դիմում, որովհետև չենք համարում, որ դա ճիշտ է եւ արժանի է այդ
մեզ այդ խնդիրը։ Մեկ հարցեր ես տամ, դուք ասացիք 5-րդ տեղում եք, դա ձեր գնահատականն է, թե ինչ-որ տեղ դուք, այսինքն նույն չինացիները համարում են ձեզ արժանի հակառակորդ, վտանգավոր հակառակորդ։ Բոլոր մրցումների ժամանակ վիճակականության դեպքում, անգամ ուժեղ երկրների մարզիկները, երբ որ ընկնում են Հայաստանի դեմ, մենակ մենք ենք նստած անպաշտպան վստահ դեմքով եւ բոլորը բողոքում են, որ էլի ընկանք Հայաստանի դեմ։ Այսինքն միանշանակ Հայաստանը ամենա չցանկացած հակառակորդն է բոլորի համար, սա մեր վարկանիշային գնահատականն է միջազգային ֆեդերացիայի ցուցանիշներով, մենք Սանգա ուշույի ասպարեզում, այսինքն մենապայքարային հատվածում իրոք աշխարհում 5-րդն ենք, իսկ Եվրոպայում 2-րդ կամ 3-րդ։ Հաշվի առնելով, որ այսօր այնուամենայնիվ պետք է ընդունել, որ Ռուսաստանը իրոք շատ ուժեղ է, բայց պայմաններն են նրանց շատ ուրիշ։ Նրանց երեխաները չեն աշխատում, ապրում են ինտերնատներում, պետության մասնագիտացված ինտերնատներում, այնտեղ ուսումնասիրում են, այնտեղ ապրում են եւ այնտեղ մարզվում են։ Եվ դա ամեն ինչը պետության հաշվի։ Իսկ մեր մարզիկները ցավոք սրտի նաեւ աշխատում են։ Մեր հյուրին ևս ներկայացրեք։ Մուշեղ Հայրապետյան, մեր երկրորդ մարզիչն է հավաքականի, բոլորովին դեռ մինչև վերջերս գործող մարզիկ ա եղել, ընդ որում մեր լավագույն մարզիկներից, մեր լեգենդար մարզիկներից, ինչպես նաև Ռուստամ Ալավերդյանն ա եղել նախկինում մեր լեգենդար մարզիկ, ինչպես նաև Արտյոմ Ստեփանյանը, բավական լավ է պատկերացնում աշխարհի եւ Եվրոպայի առաջնության խնդիրները, այնտեղի պահանջները, մենամարտերին երեխաների նախապատրաստելու համար նաև Արտյոմ Ստեփանյանը այդ փորձը ունի, իր առաջին մասնակցությունը Եվրոպայի առաջնության 2000 թվականին մեզ բերեց 3 մեդալ, ոսկե, արծաթ եւ բրոնզ, այնպես որ թիմը շատ փորձառու է մեր, մենք մեծ ամբիցիաներ ունենք աշխարհի առաջնությունից եւ կարծում եմ, որ կփորձենք այդ ամբիցիաները բավարարել։ Եղավ ձեզ շատ շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Մարտական ոգի եւ հաղթանակներ։ Ես կարծում եմ, որ եթե դուք հավատում եք, իսկ ես տեսնում եմ, համենայն դեպս ես այստեղ ձեր կողքին նստած այդ ուժը զգում եմ։ Մենք հավատում ենք, տղաները հավատում են, չէ՞ տղաներ։ Տղաները հավատում են։ Մեր բոլոր տղաները հավատացյալներ են, հայ առաքելական եկեղեցու հավատքին դավանող եւ բոլորն էլ հավատքով իրենց ուժերին եւ իրենց կարողություններին մարտական պատրաստված մասնակցելու են աշխարհի առաջնությանը։ Ունում եմ ենք մաղթենք, ես շատ կուզեի ճիշտ ասած տղաները, ասենք մի երիտասարդը, որը Թուրքի հետ է մրցակցել, կարելի է ինքը պատմի, գա այստեղ, Մուշեղ մոտեցի։ մեկի հետ փոխվի տեղերով եւ մի փոքր պատմի իր տպավորությունների մասին այդ Թուրքի հետ մենամարտելիս, քանի որ այդտեղ ոչ միայն մարզիկի հետ, այստեղ մի քիչ ուրիշ զգացմունքներ էլ կա, խանգարում են զգացմունքները, օգնում են զգացմունքները, կարող եք Եթե կարելի է այսպես տեղերով, որ այնտեղ Մուշեղ Խաչատրյանը 2010 թվականի Եվրոպայի չեմպիոնն է, 2012 թվականին արդեն արծաթի մեդալակիր էր, բայց դա օբյեկտիվ էր, որովհետև այդ ժամանակ բանակում էր ծառայում եւ լիարժեք նախապատրաստման խնդիրները մենք չկարողացանք ապահովել։ Այսինքն ինքը ֆունկցիոնալ եւ տակտիկա-տեխնիկական առումով պատրաստ չէր։ Բայց անգամ այդ վիճակում ինքը ֆինալում զիջեց ընդհանրապես ռուս մարզիկին, որ ասացի առանց դել առանց։ Լավ, այդ ռուսին։ Հիմա Թուրքի հետ խաղալ, ինչպես խաղալ չէ, մրցելուց, մենամարտը մենամարտելուց ներող եղեք։ Դա եզրափակիչ մենամարտն էր Թուրքիայի ներկայացուցիչ դեմ, ընդ որում արդեն գնացել էր մրցավարական եւ մեր հակամարտությունը, արդեն ամեն ինչը շիկացած լարված վիճակում։ Հիմա օգնում է, խանգարում է, ինքը ուժեղ է, դու ես ուժեղ, ինչպես է Մեր բոլորի համար հակառակորդները հակառակորդ են, բայց եթե այն դեպքում երբ քո հակառակորդը թուրք է, դա մեզ ավելի շատ ուժ է տալի, բայց բոլորիս համար առաջնահերթ կապ չունի, էլի թուրքա, թե ուրիշ ազգությամբ պետք է մտածենք, որ դիմացինը հակառակորդ է։ Չտրվենք էմոցիաներին, դա կարող է խանգարել։ Իսկ ինչ էր կատարվում այնտեղ կատարվում էր այն իրավիճակներ, որ իմ ընկերներից, մասնակից մարզիկներից համարյա բոլորը պարտվել էին մրցավարության անարդարության պատճառով
Նրանցից էին Հարությունյան Ռաֆիկը, Հարոյան Մանուկը, որ իրար հետ պատրաստում էին փոխվել էր նրա արդյունքը, ես եւ ինքը պետք է մասնակցեինք ֆինալում։ Ես նրանից մի քիչ ցածր էի, սկզբից ես էի, հետո նա, բայց որ ասացին, որ ինքը չի մասնակցում, արդյունքը փոխվել է, այդտեղ մի տեսակ հոգեբանական, ինչ որ իրավիճակ էր, էլի, պետք է մնացել է ես ֆինալում, որ պետք է արդեն ինչ որ բան անել, էլի։ Թույլ լինելով լիքը պատճառներ կային, որ զիջում էի, բայց դե այդտեղ պետք էր հնչել մեր հայկական օրներգը, Հայաստանի հիմնը բարձրանալ, դրոշը, պետք էր ամեն ինչ անել։ Եվ արդեն առաջի ռաունդում հաղթեցի, երկրորդը նրանն էր, մնացել էր երրորդ ռաունդը, որը ոչ դեր խաղաց այդտեղ։ Ես բացի այդ երրորդ ռաունդում հաղթեցի Թուրքին եւ մենամարտը ավարտվեց իմ օգտին։ Այսինքն զգացմունքները բոլոր դեպքերում խանգարում են։ Զգացմունքները խանգարում են, բայց պետք է լինել խանգարում, բայց եւ կարող է օգնում են, տվյալ պահին օգնել են։ Այն ջղայնությունը, այն վճռական պահը, այն խնդիրը, որ մեզ անընդհատ փորձեցին, որպեսզի, որովհետեւ դուք հասկանում եք 2010 թվականին մենք Թուրքիայի սահմանը երբ որ հատում ենք, Միացյալ Նահանգների կոնգրեսը ցեղասպանությունը ընդունեց ներքին պալատը։ Դուք պատկերացնում եք, մենք արդեն այդ մթնոլորտում ենք եւ այդ հոգեբանական ճնշման տակ ենք։ Այսինքն ամբողջ Թուրքիայի կառավարական մեխանիզմը աշխատում էր Հայաստանի Հանրապետության դեմ, որպեսզի դրոշը եւ հիմնը չբարձրանա։ Եվ սա արդեն վերջի հնարավորությունն էր, ստեղ են խնդիրներ, որ այս ամեն ինչը դարավ գերուժ, որպեսզի Մուշեղը հաղթի։ Հիմա այս անգամ ինչի պետք է ձեզ օգնի։ Ինչ կարգախոսով եք գնում։ Մենք գնում ենք այն կարգախոսով, որ պետք է Եվրոպային ապացուցենք, որ այն արդյունքը, որ Եվրոպայում գրանցել ենք, այդպեսին է, որտեղ տեղի է ունեցել Եվրոպայի Ֆեդերացիայի մրցարարական կոլեգիայի խարդախությունները, որ մենք աշխարհի առաջացում ցույց կտանք ավելի լավ արդյունք, որտեղ որ ավելի բարդ է իրականում ցույց տալ ավելի լավ արդյունք։ Եվ այդ արդյունքը ապացուցենք բոլորին, որ Եվրոպայում կան խնդիրներ, որոնք իրանք պետք է լուծեն եւ լուծեն դեմոկրատիկ ճանապարհով, որտեղ իրանք բավական վերջերս որոշում են կայացրել Հայաստանի վերաբերյալ, Հայաստանին չտեղեկացնելով եւ Հայաստանի ներկայացումը չապահովելով։ Այսինքն մեզանից գողդուկ առանց մեր մասնակցության, առանց մեր վերջի խոսքի իրավունքի, իրանք մեր վերաբերյալ որոշում են կայացրել, որը մենք բողոքարկել ենք եւ պահանջել ենք աշխարհի առաջնային կոնգրեսում այդ խնդիրը նորից քննարկել։ Սա Կարգախոսը ինձ թվում է այս դեպքում սխալ չի լինի հիշել մեր ծննդին, որ ասում է ուժն է ծնում իրավունք, քանի որ մենք լինելով ուժեղ կապացուցենք, որ մենք իրավունք ունենք չեմպիոնության եւ ճանաչվելու բոլոր ազգերի կողմից լավագույնը, որովհետեւ այդ պոտենցիալը մենք ունենք։ Ինչի՞ չէ, ուժն է ծնում իրավունք։ Այսինքն խելապիցի մտքերի համար եմ ես տղային սիրում։ Երեք ուժեղ։ Շնորհակալություն։ Երեք ուժեղ։ Ստեսություն ձեզ։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։